կատարված հավաքման վերջնականիստը հայտարարվել են բացված։ Իսկ ներկային համայնքի հավաքման 27 անդամներից 21-ը կորումը ապահովված է, նիստը իրավազորել։ Հարգելի հավաքաններ, մինչև օրակարգին անցնելը ուզում եմ ներկայացնել Վարդենիս համայնքում 2025 թվականին իրականացված ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ 2025 թվականի նպատակային 56 ծրագրերի իրականացման համար մշակվել և միջգերադեսչական հանձնաժողով է ներկայացրել 7 ծրագիր 50 ենթածրագրերով։ Այս ինչ որ ասում են 2025 թվականի համարեմացան, թե 2025 թվականին ինչպիսի 56 ծրագրեր են կատարել, սրա մեջից հանել ենք բացի 56 ծրագրերից բարերարների հետ կապված, համայնքով ինչ որ արել ենք, չեմ ասել մեջը, ուղղակի մենակ 56 ծրագրերի հետ կապված պետություն և համայնք իրար հետ միասին։ 7 ծրագիր իրար 50 ենթածրագրերով։ Վարդենիս համայնքում 2025 թվականի տարեսկզբից իրականացվում են մեծաթվալ շինարարական աշխատանքներ Հայաստանի Հանրապետության կառավարության և Վարդենիս համայնքի հետ համատեղությամբ։ 2025 թվականին ասֆալտապատվել է Վարդենիս քաղաքի Լեոնիդ Ազգատյան փողոցը 310 մետր, երիտասարդության փողոցը 500 մետր, Անդրեսյան փողոցը 200 գծամետր, Ակունք բնակավայրը Ավետիսյան փողոցը 360 գծամետր, Գերեզմանոց խոնով ճանապարհը 600 գծամետր, Շարժերեկ 260 գծամետր և 240 գծամետր, Ղանևան բնակավայրի Գարագաշի փողոցը 1100 գծամետր, Մեծ Մասրիկ բնակավայրի 4-րդ փողոցը 4900 գծամետր, Լուսակուն բնակավայրի առաջին և Գերեզմանոց խոնով ճանապարհը 660 գծամետր, Ծովակ բնակավայրի 2-րդ և 5-րդ փողոցները 2200 գծամետր, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի երիտասարդության 2, 3, 6, 11, 12, Արձանյան 2, Վիկտոր Համբարձման 17, 19, Եղնագործերի 1/1 և 1/2 բազմաբնրական շենքերի բակերը 14341 քառակուսի մետրով։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 882 միլիոն 072 հազար դրամ։ Ասֆալտապատման արդյունքում քաղաքային և թվական միջավայրը բարելավում է, բնակավայրերը դառնում են տեսողականորեն ավելի կոպիտ, գրավիչ, հեշտացնում են քայլողների, հետամուտների և հանրային տրանսպորտի տեղաշարժը, բնակավայրում դարձել է ավելի հարթ, իսկ օդի մակերևույթը ավելի մաքուր։ 2025 թվականին կառուցվել է կամ վերակառուցվել են Ծովակ բնակավայրում 910 գծամետր ոռոգման երկին ցանց ծելապատար, որի վերակառուցման արդյունքում ոռոգվել է դարձել 200 հեկտար ոռոգելի տարածք։ Աղական բնակավայրում 1500 գծամետր ոռոգման ցանց, որի վերակառուցման արդյունքում ոռոգվել է դարձել 50 հեկտար հողատարածք։ Ակունք բնակավայրում 2730 գծամետր ոռոգման ցանց, որի վերակառուցման արդյունքում ոռոգվել է դարձել 70 հեկտար հողատարածք։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 233 միլիոն 736 հազար դրամ։ Ոռոգման ջրի վերակառուցման արդյունքում բարձրացում է բերքատվությունը, ապահովում է հողերի բերությունը, կրճատում է անապատասխան հողատարածքները։ 2025 թվականին կառուցվել և վերակառուցվել են նորաբաց բնակավայրի 3 փոքր աղբյուրակապեր խմելու ջրի 4000 գծամետր արտաքին և ներքին ցանց, որի վերակառուցման արդյունքում խմելու ջրով է ապահովել բնակավայրի 30 տնային տնտեսություն։ Ակունք բնակավայրի 3000 գծամետր խմելու ջրի ջրագծի ներքին ցանց, որի վերակառուցման արդյունքում 200 տնային տնտեսություն կապահովի խմելու ջրով։ Համբակ բնակավայրի 3000 գծամետր խմելու ջրամատակարարման համակարգ, որի վերակառուցման շնորհիվ խմելու ջրով է ապահովել բնակավայրի շուրջ 75 տնային տնտեսություն։ Լուսակուն բնակավայրի 4500 գծամետր խմելու ջրի ջրագծի ներքին և արտաքին ցանց, որի կառուցման արդյունքում բնակավայրի 271 տնային տնտեսություն ապահովել է խմելու ջրով, աշխատանքները կատարվել են մասնակին։ Ազատ բնակավայրի խմելու ջրի օրվա կարգավորող ջրամբար և 1500 գծամետր արտաքին ցանց, որի վերակառուցման շնորհիվ խմելու ջրով է ապահովել բնակավայրի 30 տնային տնտեսություն։ Ծովակ բնակավայրի 1000 գծամետր խմելու ջրի ջրագծի արտաքին ցանց ու 2000 գծամետր ներքին ցանց, որի վերակառուցման արդյունքում խմելու ջրով է ապահովել շուրջ 200 տնային տնտեսություն։
Լճարան բնակավայրի 15,200 գծամետր թմելու ջրի արտաքին ցանց, որի կառուցման արդյունքում թմելու ջրով է ապահովելու ողջ բնակավայրը, 105 տնային տնտեսություն։ Ճիշտ է, Օվանեսյան։ Աշխատանքները կատարվել են մասնակի դեռևս շարունակվում են։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 435,699,000 դրամ։ 2025 թվականին իրականացվել է Վարդգես քաղաքի Խաչիկ Ստեփանյան 9 վերնագործների մեկի դրույթ 1 աղբյուրան 2 և 9 բազմաբնական ու բնակելի շենքերի տանիքների հիմնավորման աշխատանքները։ Ընդհանուր մակերեսը կազմում են 3477 քառակուսի մետր, շենքերում բնակելի տների թիվ կազմում է մոտ 160, անվիճական շահառուները 640։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 74,550,000 դրամ։ 2025 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը ես արդեն ներկայացնում եմ մեր համայնքապետարանի աշխատակազմի կառավարման տեղեկատվական տեխնոլոգիայի մասին մուտքերը և ելքերը։ Անձնակազմի կառավարման տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի կողմից ելքաբերվել է համայնքի ղեկավարի որոշում 875-ը, համայնքի ղեկավարի կարգադրություն 437-ը, աշխատակազմի քարտուղարի հրաման 271-ը, մուտքաբերվել է 7028 փաստաթուղթ, ելքաբերվել է 2959 փաստաթուղթ, տրամադրվել է 9195 տեղեկանք, հարկային վճարումները 370,095 դրամ։ Կայացել է համայնքի ավականու նիստ 12 հատ, մինչև այսօր, որոնց ժամանակ ընդունվել է համայնքի ավականու որոշում 172 հատ։ Համայնքապետարանը ներկայացրել 2348 դիմում, որից 1240-ը սոցիալական բովանդակությամբ։ Համայնքային ծառայության 17 թափուր պաշտոնի համալրման համար հայտարարվել է 37 մրցույթ, որի արդյունքում համալրվել է համայնքային ծառայության 9 հաստիկը։ Օղակի տնօրենի 7 թափուր պաշտոնի համալրման համար հայտարարվել է 19 մրցույթ, որի արդյունքում համալրվել է օղակի տնօրենի 7 թափուր պաշտոնը։ Վերապատրաստվել է 25 համայնքային ծառայող և 25 ավականու անդամ։ Մատիսներ քաղաքացիներից 2348, տեղեկանքները 6242, հարկային վճարում 8965։ Համայնքի ղեկավարին և համայնքապետարանի դիմել ընդամենը 17555 քաղաքացի։ Հարգելի անդամներ, մեր կողմից կատարված աշխատանքի շնորհիվ 2025 թվականի տարեկան բյուջեն այս պահի դրությամբ կատարվել է 105.3%-ով, հետուզերի շարունակում են, մենք մի քանի աշխատանքային օր ունենք, որի մի քանի աշխատանքային օր ընթացքում կարծում եմ, որ մեր 105.3%-ը իրականացնա։ Հաջորդը, հարգելի ավականներ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսելու մասին հարցը ներառված եղել ձեզ ներկայացված օրակարգերում, քանի որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին հրապարակվող մասնակցային բյուջետավորման ձևավորման ծրագրերի իրականացման համար նախատեսված սուբվենցիաների ընդհանուր գումարի ըստ առանձին համայնքների հաշվարկված սահմանաչափերը ուղարկել են ձեզ հրավերները ուղարկելուց հետո։ Մասնակցային բյուջետավորման ընթացակարգը պահպանելու համար անհրաժեշտ է 2026 թվականին իրականացող մասնակցային բյուջետավորման մասին որոշումը կայացնել 2025 թվականին և քանի որ սա մեր վերջին ավականու նիստն է, ուստի առաջարկում եմ հարցը ներառել օրակարգում որպես օրակարգի երկրորդ հարց։ Անհրաժեշտությունից ելնելով առաջարկում եմ որպես օրակարգի երրորդ հարցերի ավելացնել Վարդենիս համայնքի ավականու 14 նոյեմբերի 2024 թվականի համայնքային շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու մասին N168A որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին։ Հարցը վերաբերում է փոքր մասնիկ բնակավայրի տարածքում գտնվող բարելավների վարձակալության տրամադրելու վերաբերյալ 2002 թվականի հունիսի 8-ին անցկացված փոփոխություններ անվավեր ճանաչելու գործընթացին առաջարկում եմ հաստատել օրակարգը իմ կարդալուց հետո օրակարգի հետևյալ հարցերը բաղկացած 26 հարցից։ Առաջին. Վարդենիս համայնքի գեղամասար բնակավայրի հիմնադրող մանկապարտեզի շենքի մուտքի դռան
հովարի և թեքահարտակի կառուցման աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսելու մասին։ Երրորդ, Վարդենիս համայնքի ավականու 14 նոյեմբերի 2024 թվականի համայնքային շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու մասին N168 որոշումների փոփոխություն և լրացում կատարելու մասին։ Չորրորդ, Վարդենիս համայնքի ավականու 28 մարտի 2022 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային և ոչ առևտրային կազմակերպությունների հողակների և բյուջետային կազմակերպությունների կանոնադրության հաստատելու մասին N16 որոշումների փոփոխություններ կատարելու մասին։ Հինգերորդ, Վարդենիս համայնքի տնետուց բնակավերի առաջին փողոց առաջին հասցեի անշարժ գույքը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տնետուց բնակավերի նախադասության ուսումնական հաստատություն հողակին անատույց և անժամկետ օգտագործման տրամադրելու մասին։ Վեցերորդ, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի 50/1 հասցեի անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բանավան մանկապարտեզ հողակին անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրելու մասին։ Յոթերորդ, Վարդենիս համայնքի վարչական սահմաններում գտնվող Սևանա լճի ջրահավաք ավազանի առանձնյա հատվածների քաղաքաշինական գոտեվորման նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը հաստատելու մասին։ Ութերորդ, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին։ Հինգերորդ, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք 5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին։ 10-րդ, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին։ 11-րդ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի մեծ մասիկ բնակավայրերի հողերի թվակի վաճառքով Հայաստանի հեռուստատեսային և ռադիո հաղորդիչ ցանց ՏՏ-ին ընդլայնման նպատակով հողատարածքով և օտարման գին հաստատելու մասին։ 12-րդ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսկերը մրցութային կարգով արձակագրության տրամադրելու և մեկնարկային գին սահմանելու մասին։ 13-րդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մեծ հող և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բանավան մանկապարտեզ հող հաճախող երեխաների 2025-26 ուսումնական տարվա ուսման վարձավճարի արտադրություն սահմանելու մասին։ 14-րդ, Պաշտպան Հայրենյանց ազգային մշակութային հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետության տեղանունները, բերդերը, ամրոցները, վանքերն ու եկեղեցիները եռատուր մեծածավալ աշխատության հրատարակության համար միջոցներ հատկացնելու մասին։ 15-րդ, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Ստեփան Սարգսյանին պատկանող Mercedes S-Max-ի SS համարենշի ավտոմեքենայի գույքակի կուտակով ապարքա օրենքով սահմանված կարգով մասնակցելու մասին։ 16-րդ, Վարդենիս համայնքի ծովակ բնակարի բնակիչ Շքան Գալստյանին պատկանող SS-Max-ի SS համարենշի ավտոմեքենայի և Մոսկվիչ 2140 մատնիշի SS համարենշի ավտոմեքենայի գույքակի կուտակված ապարքների օրենքով սահմանված կարգով մասնակցելու մասին։ 17-րդ, Վարդենիս համայնքի Ջահացածոր բնակավայրի բնակիչ Անդրանիկ Մարտունյանին պատկանող Opel Astra մատնիշի SS համարենշի ավտոմեքենայի և Mitsubishi Magnus համարենշի ավտոմեքենայի գույքակի կուտակված ապարքները օրենքով սահմանված կարգով մասնակցելու մասին։ 18-րդ, Վարդենիս համայնքի Խաչատուրի բնակավայրի բնակիչ Գագիկ Խաչատրյանին պատկանող անշարժ գույքի գույքակի մասով կուտակված ապարքա օրենքով սահմանված կարգով մասնակցելու մասին։ 19-րդ, Վարդենիս համայնքի Կարճախույր բնակավայրի բնակիչ Արմեն Գասպարյանին պատկանող Kia Magnus-ի SS համարենշի ավտոմեքենայի գույքակի կուտակված ապարքա օրենքով սահմանված կարգով մասնակցելու մասին։ 20-րդ, Վարդենիս համայնքի Խաչատուրի բնակավայրի բնակիչ Լաուրա Դանելյանին պատկանող անշարժ գույքի գույքակի մասով կուտակված ապարքա օրենքով սահմանված կարգով մասնակցելու մասին։ 21-րդ, Վարդենիս համայնքի Կարճախույր բնակավայրի բնակիչ Լուռնարա Հարությունյանին պատկանող անշարժ գույքի գույքակի մասով կուտակված ապարքա օրենքով սահմանված կարգով մասնակցելու մասին։ 22-րդ, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Վարդան Աբրամյանին պատկանող Audi SS Magnus-ի ավտոմեքենայի գույքակի կուտակված ապարքա օրենքով սահմանված կարգով մասնակցելու մասին։ Եվ 23-րդ, Վարդենիս համայնքի Գեղամավակ բնակավայրի բնակիչ
Ասեն Մուրադյանի պատկանող SS Մագնիշի, SS Պետհամարանիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակալ տակարկող օրենքով համարտակում մասնակցելու մասին, 24-րդ Վարդենիս համայնքի մակերից բնակարանի վարչական սահմաններում տրվող նախկին ջրագծի խողովակաշարը քաղաք Վարդենիս տեղափոխելու և ի պահ տալու մասին, 25-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարտի Վարդենիս համայնքի սոցիալապես անախոհ բնակիչների դիմումների քննարկման և դրամական փոխհատուցում տրամադրելու մասին, և վերջինը 26-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարտի Վարդենիս համայնքի ավարտանում 9-րդ նստաշրջանի առաջին նիստի օր սահմանելու մասին։ Այսքանային հարգելի ավարտանների հարցերը խնդրում եմ հաստատել քվեարկություն, ովքեր են կողմ։ Սաղմի կողմ, դեպի ձեռնապահ կարգ։ Ասում ենք քվեարկի առաջին անգամ։ Վարդենիս համայնքի գեղամասար բնակավայրի հիմնավորվող մանկապարտեզի շենքի մուտքի դարան հովալի և թեքնահարտակի կառուցման աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին։ Խոսքը գնում է գեղամասար բնակավայրում պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնավորման մանկապարտեզի շենքի մուտքի դարան հովալի մեր լեզվով ասած կազիրով և թեքնահարտակի կառուցման աշխատանքների համար Վարդենիս համայնքի ֆոնդային բյուջեին 9.1 նախագծական կրթության գործառնական դասակարգման 51-13 տնտեսագիտական հոդվածից տրամադրել անհրաժեշտ գումար համաձայն շինարար կազմակերպության կողմից ներկայացված կատարված աշխատանքների ծավալատեսի և գնահատակի, քանի որ Վարդենիս համայնքի գեղամասար բնակավայրում պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցված մանկապարտեզի շենքի մուտքի դարան հովալի թեքնահարտակի կառուցումը նախատեսված չի եղել շինարարական նախագծով, սակայն շինարարը համայնքի պահանջով այն կառուցել է։ Հարգելի ավարտաններ, գիտեք, որ պետական ծրագրով գեղամասար համայնքում մանկապարտեզը վերանորոգվում, կառուցում, արդեն իր ուրախություն բոլորիս կառուցված է, հիմա շենքի միջի հարդարման աշխատանքներ են կատարում, բայց ընդ ծավալաթերթի և նախագծերի շինարարը չէ բերել այդ թեքնահարտակի մասը և թեքնահարտակի մասը, այո, և մեր լեզվով ասած ծածկը կազիրով կա, դրա համար մենք պետական մեր համայնքային բյուջեից պետք է գումար հատկացնենք շինարարին, որպեսզի այս աշխատանքները հասնենք իր ավարտին։ Ըստ նախագծի պետք է որոշակի աշխատանքներ կան, որը դեռ չի ավարտել, բայց այս պահին աշխատանքները կատարվում են, նա ըստ ծավալաթերթով նախագծով ինչ կա որ արել է, մենք մեր կարգավորումից հետո կներկայացնելիս մենք էլ վճարում կատարենք, այս պահին չեն կարող վճարել։ Բայց պարոն Խաչատրյան, ձևակերպման կապված խնդիր կա, քանի որ այդ շինարարը նույն շինարարն կատարում ենք դրակապության կարգով պետք է մեկ ամսից դեպքում կատարենք, նախագծեն շարադիմում փոխեն, որ նաև մեկ ամսից դեպքում կատարում։ Չէ, չեն կրես դիմալ վճարել։ Շատ լավ։ Նշի Զարայան, որ գնում է պետքապատորի մեկ ամսից փոխվեց մենք կարող ենք շինարարի հարցերը լուծել։ Նորից շատան պարոն Շահազյանցը նշված է ըստ ներկայացված աշխատանքների ծավալատեսի և գնացության դա աշխատան պատերն բաց չի տանդու շինարարական աշխատանք։ Հիմա շինարարական աշխատանքները այս պահին կատարվում են սրա հետ կապված, մենք չենք կարող հստակ ասել, այն շինարարական աշխատանքները կավարտի, հասնի իր ավարտին, կտերի ծավալատեսը և նախագիծը կտերի, այդ բոլորը մենք գնանենք որ վճարենք։ Եթե հարցեր առաջարկություններ կա, խնդրեն, եթե չէ, հարգելի ավականներ քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, Անցնում ենք օրակարգի երկրորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարտի Վարդենիս համայնքի մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսելու մասին։
2026 թվականին հարգելի ավականներ նախատեսվում է իրականացնել մասնակցային բյուջետավորման գործընթացը, մասնակցային բյուջետավորման գործընթացի նպատակն է ապահովել բյուջեի կառավարման խաղաղությունը, արժեքավորականությունը, ունենալ ավելի բաց համայնքային ծախսերի գործընթաց, ինչպես նաև հանրային մասնակցության բարձր մակարդակ։ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասով հրահորենքով մասնակցային բյուջետավորման ձևավորված ծրագրերի իրականացման համար նախատեսվում է սուբվենցիաների ընդհանուր գումարի ըստ առանձին համայնքների հաշվարկված վարկերի համայնքի սահմանափակը կազմում է 49,377,400 դրամ, որին առաջարկում ենք ավելացնել 9 միլիոն դրամ սահմանաչափի 20%-ով, որպեսզի կարողանանք իրականացնել հետադարձ աշխատանքներ բնակչության հնարավորություն տալ երկարացնել առաջնային անհրաժեշտության ծրագրերը։ Սրա մասին է հիմնական խոսքը, ուստի առաջարկում ենք հաստատել 2026 թվականին սկսել Վարշավայի համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Եթե հարցեր առաջարկություններ կան, ասենք բոլորի պարզատել հարցը, ասենք եթե ոչ քննարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեն քննարկված, ասում ենք օրակարգի 3 հարցեր։ Վարդենիս համայնքի հավաքանուց 14 նոյեմբերի 2024 թվականի համայնքային շահերի պաշտպանության համար դատարան հայտ ներկայացնելու մասին N 168 որոշման մեջ փոփոխություն եւ զորացում կատարելու մասին։ Դատախազության հետ հիմնականում այս հարցը մենք քննարկել ենք, հարգելի ավականներ, կրկին անգամ հայտ պետք է ներկայացնելու համար Վարդենիս համայնքի հավաքանուց 2024 թվականի նոյեմբերի 14-ի համայնքային շահերի պաշտպանության համար դատարան հայտ ներկայացնելու մասին N 168 որոշման մեջ կատարել հետևած քննարկումը եւ զորացումը։ Այսինքն լիազորել Ահարոն Խաչատրյան խմբակցության ավական անդամների Խաչատրյանը, իդես Լեդի Խաչատրյանը, քանի որ մեր Ահարոն Խաչատրյան խմբակցության ավականիներից է, հիմա տեղափոխվել է այլ արշավանքի, հիմա իրանք պետք է փոխարինենք մեկ այլ ուրիշ ավականիով, որպեսզի կարողանան ավականի որոշումը եւ ելի հայտ ներկայացնենք դատարան, որպեսզի փոքր մասի բնակիչների հարցը լուծվի։ Ուստի լայնը տալիս է մեր խմբակցության ղեկավար պարոն Ղազարյանի։ Շնորհակալություն։ Այստեղ լիազորել Ահարոն Խաչատրյան խմբակցության ավական անդամների Խաչատրյանի բառակապակցությունը փոխարինել լիազորել Ահարոն Խաչատրյան խմբակցության ավական անդամ Հովհաննիսյան Սպարտակին բառակապակցություն։ Եթե առարկություններ կան, խնդրեմ, եթե չէ, քննարկություն արգելի ավականներ։ Այսինքն ներին արդեն փոխվում է Հովհաննիսյան Սպարտակի, դեն ինչ չէ։ Քննարկություն ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի 4-րդ հարցին։ Վարդենիսի համայնքի ավականու 28 մարտի 2022 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարտի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առաքելային կազմակերպությունների հողային և բյուջետային կազմակերպությունների անվագրությունների նոր խմբագրությամբ հաստատելու մասին N16-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Հարգելի ավականներ, այստեղ շատ խոսակ պետք չէ, կարծում եմ, որ արդեն հասկացաք, ընդհանրեն հողագրում կանոնադրությունը փոխվում եւ այդ կանոնադրությունը փոխվելու կապված մենք պետք է հաստատենք։ Եթե առարկություններ կան, խնդրեմ, եթե չէ, քննարկություն։ Ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեն դրանք։ Անցնում ենք օրակարգի 5-րդ հարցին։ Վարդենիս համայնքի տրետուկ բնակավայրի առաջին փողոցը առաջին հասցեի անշարժ զույգը Գեղարքունիքի մարտի Վարդենիս համայնքի տրետուկ բնակավայրի նախագծական ուսումնական հաստատություն հողակին անապույտ եւ անժամկետ օգտագործման տրամադրելու մասին։ Առաջարկում եմ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի տրետուկ բնակավայրի առաջին փողոց առաջին հարցն SS ծածկագրով 0.40 սոտա հողամասը SS ծածկագրով 175.8 քառակուսի մետր մակերեսով շինությունը սեփականու ելույթի վկայական արդեն ձեռնբերվում է անհատույց եւ անժամկետ օգտագործման
տրամադրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տերեկությունների նախադասության ուսումնական հաստատություն օղակին հավաստագիր ստանալու համար։ Եթե առաջարկություններ չկան, դեղարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, չկան։ Հանցնենք որակարգի 6-րդ հարցին։ Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի 50-1 հասցեի անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բանավան մանկապարտեզ օղակին անհատույց եւ անժամկետ օգտագործման տրամադրելու մասին։ Խոսքը նույնն է, վերաբերում է Վարդենիսի բանավանի մանկապարտեզի հարաբերություններ, արդեն Չարենցի փողոցի 50-1 հասցեի եսես տապսակելով 035 հեկտար հողամասը SS տասկագրով ընդհանուր 784 քառակուսիմետր մակերեսով մանկապարտեզը և SS տասկագրով 34 քառակուսիմետր կաթսայատունը սեփականության իրավունքի վկայական արդեն ձեր մոտ կա, անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրել Հայ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բանավան մանկապարտեզ օղակին հավաստագիր ստանալու համար։ Դեղարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնոցան չկան։ Անցնենք օրակարգի 7-րդ հարցին։ Վարդենիս համայնքի վարչական սահմաններում գտնվող Սևանա լճի Ջրավարտ ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական ոգևորման նախագծի ոստական տեխնիկական հարաբերական հաստատելու մասին։ Հարգելի ավարտաններ, ես եմ հարցնա, որ մենք անցածական անեցինք։ Տեղափոխեցին կարողը։ 2011 թվականի դեկտեմբերի 29-ի նոմեր 1920 որոշման հաստատված կարգի 6-րդ կետի պահանջակ անհրաժեշտ միկրոռեգիոնալ միավորի համակցված փաստաթղթի նախագծման առաջադրանքը հաստատել հավաքանի որոշման առաջարկում է հաստատել Վարդենիս համայնքի վարչական սահմաններում գտնվող Սևանա լճի Ջրավարտ ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական ոգևորման նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը։ Անհրաժեշտ հաստատությունները բոլորացված են, սրա մասին մենք արդեն բոլորը տեղեկացված եք հարգելի ավականներ, ուստի ինձ մնում է դնել քվեարկության, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնոցան չկա։ Անցնենք օրակարգի 8-րդ հարցին։ Ուզեք մինչև 10-րդ հարցը կարդամ, հետո մի փոքր 15-րդ ընդմիջում տամ։ 15-րդ եկան։ Անցնենք օրակարգի 8-րդ հարցին։ Հայ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին։ Առաջարկում եմ ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ավարտանի 30-11-2022 թվականի Հայ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին N 114 որոշումը։ Երկրորդ, հաստատել Հայ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք 4 միկրոռեգիոնալ Վարդենիս համայնք Աղբրաձոր, Ակումբ, Գեղոթար, Լճական, Լուսակում, Կարճակույր, Ծովակ, Կարճակույր, Մակենիս, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Մանևան, Տորքավան բնակավայրերի մակարդակի համակցված տարածական պլանավորումը և պլանավորման փաստաթղթերը, որը կացվում են տվյալ նախագծին։ Հեսա, որ մենք ուղղակի տեսքաստեր փոփոխություն ենք ապարում։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնոցան չկա։ Անցնենք օրակարգի 9-րդ հարցին։ Հայ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք 5 արդեն միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին։ Առաջարկում եմ ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ավարտանի 22-03-2024 թվականի Հայ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք 5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին N26-ի որոշումը։ Երկրորդ, հաստատել Հայ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք 5 միկրոռեգիոնալ Վարդենիս համայնք Վարդենիսի քաղաք այդ Ներքին շրջան, Վերին շրջան բնակավայրերը մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթը և մնացած բոլոր երեքրված փաստաթղթերը։ Հարգելի ավականներ, արդեն պարզաբոլերի քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնոցան չկա։ Անցնենք օրակարգի 10-րդ հարցին։
Գեղարքունիքի մարզի, Գեղարքունիք միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին։ Առաջարկում եմ ուժը կորստած ճանաչել Վարդենիս համայնքի ավագանի 22/03/2024 թվականի Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք 6 արտեն միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին N27A որոշումը։ Երկրորդ, հաստատել Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք 6 միկրոռեգիոնալ Գեղամասար, Սոտ, Ազատ, Ավազան, Արևունի, Արփունք, Գեղամաբակ, Դարանակ, Կախակն, Կոտ, Կուտական, Նորաբակ, Շարժերեք, Շարքան, Ջաղացադոր, Տրետուր, Խամբակ, Փոքրմասիկ բնակավայրերը, մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը։ Քվեարկություն ովքեր են կողմ, արգելի հավաքականներ, բոլորը կողմ, դեմ, հեռանկար չկա։ Ասնենք օրակարգի 11-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի մեծ մասիկ բնակավայրերի հողերից ուղղակի վաճառքով Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ՓԲ-ին ընդլայնման նպատակով հողատարած օտարերով և օտարական գին հաստատելու մասին։ Ինչի մասին է խոսքը, արգելի հավաքականներ։ Առաջարկում եմ Վարդենիս համայնքի մեծ մասիկ բնակավայրի SS ծաղկագրով, կադաստրային ծաղկագրով հողամասում գտնվող Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ՓԲ-ին հեռուստակայանի սեփականություն հանդիսացող հողամասին կից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական արդեն ձեր մոտ կա, տարված 15/06/2006 թվականին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մեծ մասիկ բնակավայրի 8-րդ փողոցի 41/2 հասցեի ծածկագրի S-ինչ 0.08 սոդա հողամասը որպես ընդլայնում ուղղակի վաճառքով կոտրել Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ՓԲ-ին։ Հողամասը ուղղակի վաճառքով օտարման հաստատել տվյալ հողամասի պատասխանային արժեքի չափով 1 քառակուսի մետրի համար 278 դրամ, ընդամենը 172,400 դրամ։ Այսքանը։ Եթե առարկություններ չկան, հարգելի հավաքականներ, քվեարկություն ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, հեռանկար չկա։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսկերը մշտային կարգով վարձակալության տրամադրելու և ռեգիոնային գին սահմանելու մասին։ Արգելի հավաքականներ, ստեղ մի փոքր ուշադրություն դարձրեք, ձեր նախագծերում ներկայացվել է 13 լոտ բարեհոգստական 4 լոտի վկայական հետ խնդիր է առաջացել, ուստի այդ լոտերը հիմա մեր հավաքականությունից հանում են, այդ լոտերն են դες ներկայացված նախագծերում ներկայացության առաջինը, 8-ը, 11-ը և 12-րդը ձեր մոտ նշեք, առաջին 8, 11 և 12-րդը։ Առաջարկում են ձևանշյալ լոտերի քննարկումը հետաձգել հաջորդ նիստերից որևէ մեկի քննարկման և հարցը քննարկել հետևյալ հերթականությամբ։ Այսպես ձեռք տախտեն 4-ը հանում են, մնացածը ես արդեն կարդամ։ Առաջին, ձեր մոտ մի քիչ փոփոխություն անում, բայց խնդրում եմ ուշադրեք։ Առաջին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող մակերից բնակավայրի S ծածկագրով 064 սոդա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի բարելովը տրամադրել վարձակալության մրցային կարգով 20 տարի ժամկետով։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող մակերից բնակավայրի SS ծածկագրով 094 սոդա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի բարելովը տրամադրել վարձակալության մրցույթով 25 տարի ժամկետով։ Երրորդ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող մակերից բնակավայրի SS ծածկագրով 044 սոդա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի բարելովը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով 25 տարի ժամկետով։ Հաջորդը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող մակերից բնակավայրի SS ծածկագրով 019 սոդա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի բարելովը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով 25 տարի ժամկետով։ Հաջորդը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող
Մակինից բնակավերի SS պատկագրով 278 հեկտար գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցային կարգով 25 տարի ժամկետով։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենից համայնքի սեփականություն հանդիսացող Մակինից բնակավերի SS պատկագրով 15-24 հեկտար գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցային կարգով 25 տարի ժամկետով։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենից համայնքի սեփականություն հանդիսացող Մակինից բնակավերի SS ծաղկագրով 7 հեկտար գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցային կարգով 25 տարի ժամկետով։ Մյուսը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենից համայնքի սեփականություն հանդիսացող Մակինից բնակավերի SS ծաղկագրով 214 հեկտար գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցային կարգով 25 տարի ժամկետով։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենից համայնքի սեփականություն հանդիսացող Ակումբ բնակավայրի SS ծաղկագրով 3.0 հեկտար գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցային կարգով 25 տարի ժամկետով։ Եվ վերջում հաստատել է վարձակալության տրամադրելով 2-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1 հեկտարի համար 7.400 դրամ հարադրամ, 3-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1 հեկտարի համար 6.050 դրամ, 4-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1 հեկտարի համար 3.500 դրամ։ Եթե առարկություններ չկա, արդեն բոլորի պարզա հարկելի հավաքաներ քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Ստեյստան, հավասարը 3-րդ։ Հավասարը հավարկեսնա։ Իմանավար մանգապատես ողակ աճակով երեխաների 2025-26 ուսումնական դատապարտման վարձավճարի արտոնություն ծանրելու մասին Արգելի հավաքաների սայիտ կապված մենք ուսումնասիրություն ենք կատարել, կանայցեր ենք կատարել և ամեն ինչը ողակում մնացած տեղերում բոլորը ուսումնասիրել են, հաշվառելով եկանշատ գնումները և կատարված ուսումնասիրության արդյունքները առօրյացում են 2025-26 ուսումնասիրության համալսարանական մեջային մասնակցի արել արդյունքում տոնական վարձավճարը տանվան 0 դրամ, Գեղարքունիքի մարզի Վարդենից կարգի թիվ 1 բառ հաճախող երեխաներին Ալեքս Արտակի Սարգսյան և Ալեն Արտակի Սարգսյան, և երկրորդը Գեղարքունիքի մարզի Վարդենից կարգի բանավան մանկապարտեզ բառ հաճախող երեխա Ռիտա Գարիկի Թադևոսյան Վարդենից։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ 14-րդ հարցը ցտենք, հիմա 15-րդը նույնը։ Անցնում ենք 14-րդ հարցին։ Պաշտպան Հայրենյանց ազգային մշակութային հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետության տեղանունները, բերքերը, ամրոցները, բանկերն ու եկեղեցիները եռահատուր մեծածավալ աշխատության հրատարակության համար միջոցներ հատկացնելու մասին։ Մեզ է դիմել Պաշտպան Հայրենյանց ազգային մշակութային հիմնադրամը երկրի տպագրության համար գումար հատկացնելու խնդրանքով։ Առաջարկում են Պաշտպան Հայրենյանց ազգային մշակութային հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետության տեղանունները, բերքերը, ամրոցները, բանկերն ու եկեղեցիները եռահատուր մեծածավալ աշխատության հրատարակության համար որպես աջակցություն 1.6.1 կոնկրետական դասակարգման 46-39 տնտեսագիտական դասակարգման հոդվածից այլ ընթացիկ դրամաշնորհների համայնքի բյուջեից հատկացնել և տրամադրել 200,000 դրամ։ Եթե առարկություններ կան, ասեք հարգելի հավաքաներ, եթե ոչ քվեարկություն այո, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնենք օրակարգի 15-րդ հարցին։ Վարդենից համայնքի Վարդենից քաղաքի բնակիչ Ստեփան Սարգսյանին պատկանող Mercedes E320 մագնիշ SS պետամանենշրի ավտոմեքենայի գույքակի կուտակված պարտը օրենքով սահմանված կարգով մասնակի զիջելու մասին։ Արգելի հավաքաններ, ասեմ, որ այս դիժումը, որ մենք անում ենք, արդեն տվյալ բնակիչը կատարել է իր մնացած գումարները հաշվի առնելով մեր զիջումները։ Տվյալ
ավտոմեքենայի գույքարկին 417,714 դրամապարտիկ, օրենքով սահմանված կարգով 73241 դրամ դուրժահաներ, իսկ մայր գումարի 20%-ի չափով։ Ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, դրամապարտ, այսինքն 83,246 դրամ դուրժեցեն կանում և մայր գումարից 20%։ Անցնում ենք 16-րդ հարցին։ Վարդերի սամայքի ծովակ բնակավարի բնակիչ Իշխան Գալստյանի պատկանող ՎԱԶ 21061 մագնիշի SS պետամանիշի ավտոմեքենայի և Մասկիչ 2140 մագնիշի SS պետամանիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապրանքները օրենքով սահմանված կարգով մասնակից դիժելու մասին։ Ավտոմեքենայի գույքարկի 150,834 դրամ ապրանքից օրենքով սահմանված կարգով դիժել 38,834 դրամ և դուրժը մայր գումարի 10%-ի չափով։ Մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 17-րդ հարցին։ Վարդերի սամայքի ջավացողը բնակավարի բնակիչ Անդրանիկ Մարտոյանին պատկանող Opel Astra G106 մագնիշի SS պետամանիշի ավտոմեքենայի և Mitsubishi 3.5 մագնիշի SS պետամանիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապրանքները օրենքով սահմանված կարգով մասնակից դիժելու մասին։ Առաջարկում են ջավացողը բնակավարի բնակիչ Անդրանիկ Մարտոյանի պատկանող SS պետամանիշի մեքենայի և Mitsubishi SS պետամանիշի ավտոմեքենայի 199,932 դրամի ապրանքի օրենքով սահմանված կարգով դիժել 33,884 դրամ դուրժը և մայր գումարի 10%-ի չափով։ Մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Անցնում ենք օրակարգի 18-րդ հարցին։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 18-րդ հարցին։ Վարդերի սամայքի խաչակույր բնակավարի բնակիչ Գագիկ Խաչատրյանի պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով շուկապատապարկը օրենքով սահմանված կարգով մասնակից դիժելու մասին։ Առաջարկում եմ խաչակույր բնակավարի բնակիչ Գագիկ Խաչատրյանի պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կուտակված 77,400 դրամ ապրանքից օրենքով սահմանված կարգով դիժել 52,220 դրամ դուրժը, մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 19-րդ հարցին։ Վարդերի սամայքի խաչակույր բնակավարի բնակիչ Արմեն Գասպարյանի պատկանող մագնիշի SS պետամանիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապրանքը օրենքով սահմանված կարգով մասնակից դիժելու մասին։ Առաջարկում եմ խաչակույր բնակավարի բնակիչ Արմեն Գասպարյանի պատկանող SS մագնիշի SS պետամանիշի ավտոմեքենայի գույքարկի 280,177 դրամ դուրժը օրենքով սահմանված կարգով դիժել, քանի որ մնացած հարկային պարտավորությունները արդեն կրճատված են։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ։ Անցնում ենք օրակարգի 20-րդ հարցին։ Վարդերի սամայքի խաչակույր բնակավարի բնակիչ Լաուրա Դանալյանի պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կուտակված ապրանքը օրենքով սահմանված կարգով մասնակից դիժելու մասին։ Առաջարկում եմ հարգելի առաքաններ, վարդերի սամայքի խաչակույր բնակավարի բնակիչ Լաուրա Դանալյանի պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կուտակված 320,754 դրամ ապրանքից օրենքով սահմանված կարգով դիժել 111,558 դրամ դուրժը, մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 21-րդ հարցին։ Վարդերի սամայքի խաչակույր բնակավարի բնակիչ Գյուրնարա Հարությունյանի պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կուտակված ապրանքը օրենքով սահմանված կարգով մասնակից դիժելու մասին։ Առաջարկում եմ խաչակույր բնակավարի բնակիչ Գյուրնարա Հարությունյանի պատկանող անշարժ գույքարկի մասով կուտակված 33,864 դրամ դուրժը օրենքով սահմանված կարգով դիժել, քանի որ մնացած պարտավորությունները արդեն մարված են։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի
2-րդ հարցին Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Վարդան Ադրամյանի պատկանող Արուսի SS Մակնիշի SS Պետամարանիչի ավտոմեքենայի գույքակի կուտակվածապակը օրենքով սահմանափակող մասնակի վիճելու մասին առաջարկում եմ հարգելի ավարտանել Վարդենիս քաղաքի բնակիչ Վարդան Ադրամյանի պատկանող SS Մակնիշի SS Պետամարանիչի ավտոմեքենայի գույքակի 200,478 դրամապարկից օրենքով սահմանափակող վիճել 42,970 դրամ դուրժը մնացած պարտավորությունները մարզի ծրագրում Խելացություն ովքեր են կողմ բոլորը կողմ Վարդենիս համայնքի Գեղարվանք բնակավայրի բնակիչ Արսեն Մուրադյանին պատկանող Նիսան Մակնիշի SS Պետամարանիչի ավտոմեքենայի գույքակի կուտակվածապակը օրենքով սահմանափակող մասնակից վիճելու մասին Առաջարկում եմ Վարդենիս համայնքի Գեղարվանք բնակավայրի բնակիչ Արսեն Մուրադյանին պատկանող SS Մակնիշի ավտոմեքենայի գույքակի 206,957 դրամ ուժը օրենքով սահմանափակող վիճել, քանի որ մնացած ծառայական պարտավորությունները արդեն վարվել են։ Քվեարկություն ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեն ձեռնպատ չկա։ Ասում ենք օրակարգի 24-րդ հարցին։ Վարդենիս համայնքի Մակենիս բնակավայրի վարչական սահմանների կարգով նախկին ջրագծի խողովակաշարը քաղաք Վարդենիս տեղափոխվելու երիտասարդ ազդելու մասին։ Հարգելի ավարտաներ, թույլատրեն համայնքի ղեկավարի նոր ջրագծի կառուցման ժամանակ հայտնաբերված Վարդենիս համայնքի Մակենիս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող օգտագործվող խողովակները ապամոնտաժել և օրենքով սահմանափակող օգտագործել համայնքի կարիքների համար։ Ինչպես գիտեք, աղագին մի փոքր փոփոխված տարբերակ են ես արդեն առաջարկում, ընդունում ենք ձեր մոտ էլ արդեն այդ տարբերակները փոխել, ինչպես գիտեք, մեր համայնքը ամենամա տարբեր բնակավայրեր, տարբեր ծրավաչափի կամ տարբեր չափի խողովակներ են անհրաժեշտ և մենք օգտագործենք այդ խողովակները մեր բնակավայրի և Վարդենիս պարկի համար։ Մնացող աշխատանքները գնացում և մնացող աշխատանքները կապելելու հետո։ Քվեարկություն ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 25-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոցիալապես անողող բնակիչների գինիների քննարկման և վերամարտական փոփոխություն տրամադրելու մասին։ Հաշվի առնելով բնակիչների գինումները և կատարված ուսումնասիրության արդյունքները առաջարկում եմ Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերի տոկոս 47-29 կացարանը վերակառուցելու կացարանով ապահովելու համար տրամադրել փոխհատուցում շինանյութի տեսքով Վարդենիս համայնքի հետևյալ անապահով բնակիչներին Կարինե Մաքսիմի Բոխյան Ջավացազոր 50,000 դրամ Թաթուլ Ռուբենի Մարտոյան Վարդենիս 50,000 դրամ Նունե Ալյոշայի Գալստյան Սորք 50,000 դրամ Արամ Գարմիկի Հովանեսյան Կարճախկույր 100,000 դրամ Բելանյա Սետրակի Մանուկյան Ակնուկ Ջրերից ջրագծի Այն որ իրա կարտոշկեն լրիվը ավերել էր 100,000 դրամ Սերգեյ Արբերտի Քոչարյան Տրետուկ Սերգեյ Ալբերտի Քոչարյան հարգելի ավականներ տվյալ բնակչի հետ կապված մարզպետի աշխատակազմը 200,000 փոխանցել էր, մենք էլ անցած ավականներին 200,000 փոխանցել ենք, բայց քանի որ մեր ուսումնասիրության արդյունքում կատարել ենք ուսումնասիրություն և պարզվել է, որ ընդամենը իր կատուրը վերանորոգի համար 468,000 դրամ անհրաժեշտ, մարզպետը 200,000 տվել էր, անցած ավականանիստին մենք էլ 200,000 տվել ենք, ստե պակասում էր 68,000 դրամ, ուստի այս ավականանիստով Սերգեյ Ալբերտի Քոչարյանին տրամադրել 68,000 դրամ, որպեսզի մարդը կարողանա իր կատուրը վերանորոգի։ Չէ, որտեղ ապրող մենք ունենք 468,000 դրամ։
Սերգեյ Ալբերտի Քոչարյան 68000 դրամ։ Վարդանի Սամայքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 տրամադրել դրամական հատուցում փոխանցում կատարելով դեպքում կամ բժշկական հաստատություն առողջական խնդիրներ ունեցող Վարդանի Սամայքի հետևյալ անապով բնակիչների համար։ Դիանա Հովսեփի Ավետիսյան Վարդանից 50000 դրամ։ Առողջական գարունը 20000 են ավելացնել Դա աշխատանքով ձեր կարծիքը անում ենք 70000 դրամ։ Անուշ Գրիգորի Գացյան Պապական։ Իսկացի գոյացություն ուներ, չէ՞։ Անուշ Գրիգորի Գացյան Պապական 100000 դրամ։ Վարդանի Սամայքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 տրամադրել դրամական հատուցում անձի տեղափոխման կազմակերպման կամ տեղափոխման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար Վարդանի Սամայքի հետևյալ անապով բնակիչների։ Էլմիրա Սուրենի Բաղմանյան, գիտեք ում մասին է խոսքը, մենք անընդհատ մի քանի հաղորդումից առաջ իր գումար ենք պատկասել մեքենայի համար, որպեսզի դիալիզից հետո մեքենայով տեղափոխվի։ 30,000 դրամ։ Վարդանի Սամայքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 տրամադրել դրամական հատուցում կենսապահովման պայմանավորման օգնություն կյանքի դժվարին դիալիզական վայրկյան Վարդանի Սամայքի հետևյալ անապով բնակչի համար։ Գագիկ Բալաբեկի Արության Մաքենիս իր խոտի դեզներ 1200 վարվել, քանի որ մենք բոլորին տվել ենք 80,000, չեմ ուզում փոփոխության ենթարկել, նույնիսկ տրամադրում ենք իրար 80,000 դրամ։ Վարդանի Սամայքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 տրամադրել դրամական հատուցում փոխանցում կատարելով սննդի խանութ բնայրային օգնության կարիք ունեցող Վարդանի Սամայքի հետևյալ անապով բնակչի համար։ Կարինե Մաքսիմի Վարդանյան, Գեղամասար 50,000 դրամ։ Մարինե Հենրիկի Դանելյան, Արջախտուր, ճանաչում ես իրան։ Գրիգորյան։ Մարինե Հենրիկի Դանելյան։ 50,000 դրամ։ Լիլիթ Կամոյի Հովանյան, Վարդանից։ Լիլիթ Կամոյի Հովանյան, Վարդանից։ Լիլիթ Կամոյի Հովանյան, Վարդանից 50,000 դրամ։ Մարմին ճանաչում է։ Եվ Գևորգ Սերոժայի Մահերյան Թամբակ 50,000 դրամ։ Այսքան հարգելի հավաքականներ, այսքանով մեր սոցիալական աջակցությունը վերջացավ եւ Դուք այդ մարմին եւ դու հիշեցի։ Շատ բան վիճակում է, դու ես գտնել նորմալ։ Շատ բան վիճակում է։ Դա բանում որովհետեւ մեջ Իդես որ է, մի ժամանակ նա խաչոկը զուգ բան է ծախել։ Եթե մահացել է տրամբան է, նա ամբի դեպի խաչ։ Մարինե Հենրիկի Դանելյան Մայլիյանն է, դեսի աղջիկա, ուրիշ մարդպես չկա, մի պատերացում ինքն եկեք ստենյակ փոխում կատարենք հարգելի հավաքականներ, ես Լիլիթ Կամոյի Հովանյանի երեխայի կապված փոխիկ կա, վերեք մի 20,000 դրամ ավելացնենք, 70,000 դրամ սարքենք։ Իսկ այդ Մարինե Հենրիկի Դանելյանը, էլի այդպես վարկ վիճակում ահա, 70,000 իրան։ Մարինե Հենրիկի Դանելյան 70,000, Լիլիթ Կամոյի Հովանյան Վարդանից 70,000,
Եգոր Սերոջայի մայինան խամբակ, սա է 70,000 դրամ։ Հա, հա։ Կարիներ Մաքսիմի Գարնայան, Լարդություն, ովքեր է կողմ, բոլորը կողմ, դենս ժողովան չկա։ Ասում ենք մեր օրակարգի վերջին հարցին, հարկերի ավականներ, Հայաստանի Հանրապետության Գեղարվեստի մարդի Վարդանի Սամայքի ավականով 9-րդ նստաշրջանի առաջին նիստի օր սահմանելու մասին։ Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության Գեղարվեստի մարդի Վարդանի Սամայքի ավականով 2026 թվականի 9-րդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օր սահմանել 2026 թվականի փետրվարի 10-ը ժամը 14:00։ Եթե առարկությունների